Կա երկու հարթություն այսօր Հայաստանում։ Այն հարթությունը, որը գոյություն ունի տրանսֆորմացիայի բանաձևերի շրջանակում եւ որի դիրքից երևում է հեռանկարը Հայաստանի Հանրապետության, երևում է ապագան, ընդ որում ապագայի հարցն է շատ կարևոր հարց է։ Ես օրինակ մանավանդ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ ապագա կա ապագա կարգախոսով մենք խորհրդանական ընտրությունները հաղթեցինք, եւ բնականաբար մեր անդիմադիր գործընկերներն էլ այդ ապագա կարգախոսը փորձեցին եւ փորձում են վերածել քաղաքական քննադատության թիրախի, օրինակ շատ կարևոր է մոդելավորել, թե ինչ է նշանակում ապագա կա եւ ինչ է նշանակում ապագա չկա։ Ես օրինակ այս թեմայի մասին շատ եմ մտածել եւ եկել եմ հետեւյալ եզրակացության, որ ապագան նախագիծ է։ Եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Այսինքն ապագան, եթե մենք ուզում ենք բերել ապագա հայեցակարգային հասկացությունը ուզում ենք բերել դնել գործնական հարթության վրա, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու ունես նախագիծ, որ պետք է իրականացնես, կոնկրետ նախագիծ։ Եվ այս համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է եւ ապագայի նախագիծ։ Ապագա չկա այն դեպքում, երբ որ չգիտես ինչ ես անելու, բա հիմա ինչ ես անելու, աջ ես գնալու, ձախ ես գնալու, ուղիղ ես գնալու, հետ ես գնալու, վերև ես թռնելու, ներքև ես թռնելու։ Երբ որ չկա, դա նշանակում է չկա ապագա։ Իսկ երբ որ դու կողմնորոշված ես, թե ինչ ես անելու։ Իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք։ Այդ կողմնորոշման մի մասը ակնհայտ է, մյուս մասը ավելի մանրամասն ներկայացնելու համար մեզ ժամանակ է պետք, եւ այդ ժամանակը մենք պետք է քաղաքական եւ ռացիոնալ օգտագործենք։ Եվ կարծում եմ, որ իհարկե ընդ որում շատ լավ է այս առիթով ենք մենք խոսում, որովհետեւ արհեստական բանականությունը ակնհայտորեն ապագան է։ Եթե Հայաստանում կա արհեստական բանականության ոլորտում այսպիսի ներդրում, դա շատ բաների մասին է վկայում, շատ բաների մասին է վկայում։ Վկայում է, իսկ ինչպիսին է Հայաստանի անվտանգության հեռանկարի մասին մարդկանց եւ ներդրողների պատկերացումը։ Ոչ մեկ հենց այնպես չի բերի, եթե հիմա հետևենք մեր անդիմությանը եւ մամուլի որոշ հատվածներին, ովքեր առավոտից իրիկու մենակ մի բանն ասում, որ մենք կործանվում ենք, այդ մարդիկ ինչ են բերում, այդքան ներդրում անում։ Կտանեն այնտեղ, որտեղ չեն կործանվում։ Խնդրեմ։ Նախ Սփյուռքի հետ կապված ուզում եմ ասել, որ լիարժեք կիսում եմ ձեր մոտեցումը, իմ կարծիքով սա Սփյուռքի ներուժը Հայաստանի տնտեսության զարգացման գործում ամենաարդյունավետ եւ ամենանպատակային ուղղելու դրսևորումներից մեկն է եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ըստ էության հոգատարության ամենաիդեալական դրսևորումներից մեկն է այս ձևաչափը, որովհետեւ առաջին հերթին եթե չլիներ այդ ներուժի օգտագործումը եւ ներգրավումը այս նախագիծը պետք է անկեղծորեն ասեմ, որ դժվար թե իրագործելի լիներ մեզ համար գոնե թե այս փուլում, բայց խոսքը միայն տվյալ ենթակառուցվածքը մեզ համար հասանելի դարձնելը չէ, խոսքը նաև վերաբերում է ապագայում դրա գրագետ արդյունավետ շահագործմանը, որի կարողությունները եւ գիտելիքները եւս ներհայաստանյան շրջանակներում բավականաչափ սահմանափակ են եւ այս նախագծի նկատմամբ լավատեսությունը, որովհետև պետք է ասեմ, որ երեկվանից կարծիքները տարբեր էին, շատ մեծ ոգևորություն կար եւ կար որոշակի այսպես զգուշավորություն, ընդհանրապես խոշոր մեգա նախագծեր իրականացնելու հետ կապված, այդ լավատեսությունը մեզ տալիս է հենց այս թիմը, մարդիկ, որոնք ունեն կարողություններ, գիտելիքներ եւ փորձառություն նման մեծ նախագծեր իրականացնելու։ Դուք խոսեցիք կադրերի մասին, այստեղ եւս մեր քաղաքականությունները ուղղված են նրան, որ արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտողներին
աջակցելու քաղաքականությունը մեզ համար առաջնահերթություններից է, առաջիկայում դրան ուղղված ծրագրերը եւս հանդես է գալու կառավարությունը եւ վերջում որպեսզի տարընթերցում չլինի Nvidia-ի եւ Firebird-ի հայտարարությունների մեջ անդադար նշվում էր AI Factory, եթե տարածիորեն թարգմանում ենք, լինում է AI գործարան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ խոսքը արհեստական բանականության չիպերի արտադրության մասին չէ, պարզապես դա ձևակերպում է, խոսքը ինտելեկտի, արհեստական բանականության արտադրությանն է վերաբերում, չիպերի մասին գուցե ապագայում առիթ կունենանք մտածելու։ Շատ լավ։ Համեցեք, պարոն Սինանյան։ Մեծարգո վարչապետ եւ հարգելի պարոն Մխիթարյան, շատ կարեւոր փաստեր նշվեցին այսօր եւ նման նախաձեռնությունները նաեւ պատասխան են ցավալիորեն երբեմն հնչող են հարցին, որ բայց այդ չեն այդ սփյուռքը, այսինքն ինչ են արել կամ սփյուռքի ներուժը հնարավորությունը ներգրավվածության ողջ պոտենցիալը, երբ որ չափվում է պատերազմական պայմաններում, ասենք Հայաստան հիմնադրամին տված բարեգործական գումարներով, որը շատ սխալ մոտեցում է, սա է ճիշտ պատասխանը այդ ամենի։ Այսինքն պոտենցիալը նպատակասլաց ձևով ձեր ղեկավարությամբ հարաբերությունների փոխելն էր բարեգործությունից դեպի ներգրավվածություն, ներդրում, մարդկային ռեսուրսների ներգրավվածություն, իրական հնարավորությունների շարունակական եւ անգլերեն ասեմ sustainable ներգրավվածությունը, որը պետք է շահութաբեր լինի բոլոր կողմերի համար եւ նման այս նախաձեռնությունները եւ բիզնես ներդրումները դրա ամենալավ օրինակն ու ապացույցն են ու մինչեւ վերջ պետք է սա հասցնենք, որպեսզի նաեւ կիրառականորեն կարողանանք ներկայացնել հանրությանը։ Շատ լավ։ Իդեպ դուք խոսեցիք Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների մասին, ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել եւ քննիչ հանձնաժողովը ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը։ Պետք է արձանագրել ուր է այդ քննիչ հանձնաժողովը, բա ուր է իրանց եզրակացությունը։ Ինչի չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Ասենք թող հանրությանը պարզաբանում տան։ Էլի հազար ներողություն դուրս են գալիս տակից գլխից խոսում են բաները, որոշ կաշառակերներ եւ չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս է հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 միլիոն, չգիտեմ, հիմնադրամից գողացնի։ Արծվիկ Մինասյանը չէր այդ բանի քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են, բա ուր է իրանց զեկույցը։ Թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել։ Ոչ թե կստիպենք դե յուրե, որովհետև մենք գիտենք, թե ինչա տեղություն ունեցել եւ գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել։ Եվ այս հայտարարություններն էլ ես չգիտեմ, մենք հակադարձում ենք, չենք հակադարձում, բայց էլ եմ ասում, փաստերն է, որ կար քննիչ հանձնաժողով։ Հիմա ես նայեցի, ոնց որ լուրջ չկա այդ հանձնաժողովից։ Իրանք ասում էին լծակներ, ես անենք, բացահայտենք, բայց ինչի չեն բացահայտում։ Թող բացահայտեն։ Համեցեք։ Պարոն վարչապետ, զեկուցելու բան չկա, այսինքն թեմա չկա։ Ի սկզբանե դա եղել է կեղծ օրակարգ, փուչիկ։ Հետևաբար ինչ գոյացնեն, ինչ կարողանան ներկայացնել հասարակությանը եւ մի բան էլ նշեմ, որ ի վերջո Հայաստան համայնքական հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի մեջ ներկայացված են համարյա բոլոր այն ուժերը, որոնք այդ հարցը բարձրացրել են։ Իրենք խորհրդի մեջ են, իրենք կառավարող մարմնի անդամ են։ Խորհուրդ այդ հարցը քննարկել է եւ եկել է եզրակացության, որտեղ թեմա չկա, այսինքն հիմնադրամի խորհուրդն է հենց եկել այդ եզրակացության, բայց ես դրա մասին չեմ ասում։ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ձևավորվել է, թող այդ հանձնաժողովը այդ եզրակացությունը տա։ Ում են կանչել, ինչ են արել, ես անկեղծ ասած գիտեմ, որ հիշում եմ, որ սկսեցին աշխատել ու տենց գնաց կորավ, բայց հանձնաժողովի նախագահը հենց Հայաստան խմբակցությունը ներկայացնող անձ է։ Եվ այդ անձը թող պատասխան տա, բա ինչ եղավ, ուր է, ինչ եզրակացություն ունեն։